Ես կարճ, քանի որ ժամանակը կարճ է, ես այս քննարկումից անում եմ իմ արձանագրումները։ Առաջինը հետևյալն է, ըստ էության, նաև դիմում եմ մեր հայրենակիցներին, իրականում ասում են օրինագծի հեղինակները եւ որվա քաղաքական իշխանությունը ասում է հեծում իրավիճակը լավ չի, մենք կոշտ միջամտում ենք, վերցնում ենք կառավարումը մեր վրա, որ լավանա։ Ես ինչի համաձայն չեմ այդ դիտարկմանը եւ երկրորդ կարծիքը, եթե այդ դիտարկումը չի, հետեւաբար այն հայտնի հայտարարությունն է, որ սա ավելի շատ քաղաքական հետապնդում է, քաղաքական շահից դրդված այլակարծությունը պատժելու եւ կապիտալը մարդուց խլելու ուրեմն այդ թեզն է, որը իմ օբյեկտիվ գնահատմամբ հենց այդպես էլ եղել է։ Ինչի։ Հեծում իրավիճակը, որպեսզի մենք պարզ պատկերացնենք, դրա համար ամեն տարի մարմինը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացնում է հաղորդումներ ազգային ժողով եւ ներկայացնում է վերլուծություններ եւ ըստ էության նաեւ այդ վերլուծություններով պետք է գնահատվի, իրականացվել է աուդիտ եւ այլն։ Այս բոլոր ցուցանիշները, որոնք ենթադրաբար հեծի գործունեություն եւ իրավիճակը պետք է գնահատեին, այդ բոլոր ցուցանիշներով ուրեմն մենք ունենք արձանագրած դրական միտում։ Այսինքն պլանը ներողություն եմ խնդրում, էլի։ Ուրեմն պլանը, այսինքն ինչ խնդիր է դրել պետությունը հեծի առջև, պայմանական ասենք դրա անունը պլան է։ Հիմա ինչի՞ չեք դրել ավելի լավ ուրեմն ցուցանիշներ կամ ավելի հավակնոտ ցուցանիշներ, այդ ձեր խնդիրն է։ Բոլոր պլանային ցուցանիշները ոչ թե կատարվել են, այլ հիմնականում գերակատարվել են։ Այլ կորուստներից սկսած, օրինակ 13%-ից կորուստը իջել է դարել է 6.2%։ Վատա, չգիտեմ, լավա, ելի չգիտեմ, բայց որ իրակ դրած խնդիրը լուծել են, այդ մեկը փաստ է։ Հիմա պարոն Խուդացյանն ասում է ներդրումները ճիշտ է 28 միլիոն դոլարով ավել է իրականացվել 2016-24 թվականներին, որտեղ թիվն այդպիսին է, էլի 572-ի տեղը 600 է պայմանական իրականացվել, բայց ասում է ուղղությունները լավը չեն եղել։ Եղբայր, ուղղությունները լավը չեն եղել, բայց պետությունը հենց դա է պետք։ Այսինքն ինչ թուղթ բերել է, ասել եք հարց չկա, գնա արա, կարող է բերում էր ասում էր 600 միլիոն դոլարը ուզում է սամոլոտ առնեմ, ասելու էր գնա առ։ Այսինքն խնդիրը դիր եւ այդ խնդրի նաև համար բացի նախարարությունը կա պետության կողմից նորից հանդես եկող անկախ օրենքով ստեղծած մարմին։ Հիմա այդ մարմինը ստացել է աշխատավարձեր, ամեն ամիս արդեն ստանում եք պարգևատրումներ ձեր աշխատավարձի չափ, բայց ինչի համար այս հանրությունը ձեզ վճարում, որ տերելն եք իր իրավունքներին, տերելն եք կանխելու նաև իմաստով, ոչ թե թողեք ասենք բանը բանից անցնի, տապորն առնեք, ասեք եկել ենք։ Հիմա այդ տապորը որ առել եք ֆռսնում եք, դրանից հանրությունը օգտվելու է թե վնասվելու։ Այսինքն հիմա պարզ հարց է առաջանում։ 4 հիմա ավարտում եմ։ 4.7 դրամով է թանկացել այս ամբողջ ընթացքում, որտեղ հեծը որպես գործոն ունի 0 ազդեցություն։ Մնացածը էլի պետական կառավարման տիրույթի վատ կառավարման հետևանքով է։ Եվ վերջապես դուք որպես կառավարություն արդեն ընդունել եք, ավարտում եմ, ամենակարևոր բանը Նիկոլ Փաշինյանը կառավարության անունից ազգային ժողովում հայտարարել է, որ անիվի օրինակով, որ այո բիզնեսում մտնելը այդ ավիաուղիներ հայկական ազգային ավիաուղիներ ստեղծելու այդ գործընթացը վերլուծելով հանգել են այն եզրակացության, որ այո պետությունը չպետք է մտներ այդ process-ների մեջ եւ պետության հանձինս ձեզ այդ process-ների մեջ մտնելուց եւ տալան ա եղել եւ ուրեմն հանրային միջոցներ եւ քրեական գործեր եւ այլն։ Բեցի օրինակներ դուք ասեցիք, որ գողություններ ա եղել, այսինքն բազմաթիվ խնդիրներ կա։ Այսինքն ոչ մի երաշխիք չկա իրականում, եկել եք ասում եք ազգայնացնենք, պետական կառավարիչ նշանակենք, այս անենք, այն անենք, լավ կլինի։ Եվ հազար ներողություն, էլի գիտեմ, ընդունում եմ, որ այս վերջի նախադասությունը ժամանակից ավել է, բայց պարոն Վարդանյան, գալու ձեր նախագծին։ Ամենակարևոր բանը, այս ամբողջը հենց այս մի նախադասության համար էր։ Ամենակարևոր բանը, շնորհակալ եմ նաև ձեր ազնվության համար, որ դուք քիչ առաջ ասեցիք, որ այո, իրանիմ թե չափանիշներ կա, որ դեպքում պետք է տապորով տապորեք, հեծը կլինի, մյուսը կլինի, բայց երբ որ կարդացիք այդ չափանիշները, իրականում ոչինչի մասին էր։ Ասում եք խախտում լինի, ձեր որ սկզբունքները երբ կարա
դիմի կառավարությունը, այնտեղ գրած է, գիտեք ինչ, գրած է, եթե խախտում լինի, չգիտեմ, լավ չկառավարվի, անջատումները շատ լինեն, մենք կգնանք եւ փաստորեն կխլենք կառավարումը մասնավորից։ Այսինքն բաղոթը չի գրելու, երբ որ քաղաքական բան պահանջելի, այդ ժամանակ կգնանք։ Այսինքն էսա իրականում Ղազարյան հաջորդ քաղաքական հետապնդման բարձ դրսևորում։